2 ամսով կալանավորվեց լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը։ Շարունակվում է քաղաքական հաշվեհարդարն ընդդիմադիր ուժերի հետ։ Որակումը տալիս է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Որոշակի իմաստով շատ վտանգավոր մի մարտավարություն է իրացնում հակակոռուպցիոն կոմիտեն, որ նախընտրական քարոզչական ծրագրերը ներկայացնելը քրեականացվում է։ Այսինքն պայմանականորեն 300,000 աշխատատեղերը ստեղծելու վերաբերյալ մանրամասն ներկայացնելը վերածվում է հանցանքի։ Տեսակցությունների սահմանափակում ևս առկա է։ Տեսակցության սահմանափակում է կիրառվում։ Այս բոլոր հիմքերը, որոնք ներկայացրեցի, թույլ են տալիս պնդելու, որ մենք պարզապես ունենք նոր հերթական քաղաքական հետապնդում։ Կբողոքարկվի Արթուր Ավանեսյանի երկամսյա կալանքի որոշումը։ Թիմը բացասական է վերաբերվում այս դատական ակտին։ Պաշտպան Արմեն Ֆերոյանն ասում է. ճիշտն ասած մտածում էին միջնորդությունը կմերժվի, քանի որ ձայնագրությունը հրապարակվել էր, այնտեղ պարզապես 2 համախոհի զրույց էր։ Վարույթ իրականացնող մարմինը հրապարակել էր եւ դա շատ լավ էինք համարում, որ հրապարակել էր այդ ձայնագրությունը, որտեղ ակնհայտ երևում է, որ 2 համախոհ անձինք, ովքեր կիսում են նույն հայացքներն ունեն քաղաքական, կիսում են իրենց այդ հայացքները եւ խոսում են ընդհանրապես ուժեղ Հայաստան կուսակցության ծրագրերից, որ կլինի բնակարաններ, կլինեն աշխատատեղեր, ունենանք հողերը։ Մինչ իրավաբանները խոսում են օրենքի խախտումներից, քաղաքական գործիչները շեշտում են կատարվածի բովանդակային կողմը։ Ըստ գնահատականների թիրախում են հայտնվում նրանք, ովքեր հույս են տալիս հասարակությանը։ Մենք խոսում ենք մի սպայի մասին, որը հանձնառություն է վերցրել ղեկավարելու անվտանգային հայեցակարգի մշակումը եւ ըստ էության նաեւ ներկայացումը հանրությանը եւ պարզ է որ նրան հիմա այս հետապնդումը պայմանավորված է կոնկրետ իր այդ կարգավիճակով։ Ավանեսյանի կուսակից ընկերները վստահ են, լեգենդար հետախույզի կալանքը նվեր է թշնամուն եւ ներքին վախերի հետևանք։ Երևի այս պահին Ադրբեջանում ցնծություն է, երևի հրավառություն է, երևի շամպայն են բացում, որովհետև հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել իսկական հայը, չի կարող հանդուրժել նման վերաբերմունք, որովհետև պարոն Արթուր Ավանեսյանը իր ամբողջ կյանքն է նվիրել հայրենիքի պաշտպանությանը։ Ավելի վաղ գործի փակագծերը բացել էր ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Համ գործն այնյան, համ հողն այնյան, համ տոնն այնյան։ Այս արտահայտության համար են կալանավորել Կանդազին։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։